Մայիսի 27-ին Մինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ու սպորտի ծառայության սպորտի բաժնի կողմից կազմակերպել էր մարզական միջոցառում, որը տեղի ունեցավ Մեծգոնդուրայում։ Մարզաձևը վոլեյբոլն էր, որին մասնակցում էին Մեծգոնդուրայ գյուղական համայնքի 5 գյուղեր ու միացել էր նաև Խորենյան։ Ինչպես տեսնում եք, այսօր մեր մոտ վոլեյբոլի առաջնություն է, որը կազմակերպել է Մինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սպորտի բաժինը։ Մեծգոնդուրայի թեմի համար։ Գոնդուրայի թեմի գյուղերի թիմերից բացի նաև հայտ է ներկայացրել հարևան թեմից Խորենյայի գյուղի թիմը, որը այստեղ գտնվում է, թիմով մասնակցում է առաջնությանը։ Շատ թեժ մրցապայքար է ընթանում, ինչպես տեսնում եք, շատ թեժ է եւ մեծ հետաքրքրություն կա եւ բնակիչների եւ երիտասարդների մոտ, որովհետեւ այս վոլեյբոլի առաջնությունը իր տարածում է գտնի թե մյուս գյուղերում, թե մեր շրջանում եւ որովհետեւ շատ հետաքրքիր է շատերի համար։ Հիմա արդեն ֆինալն է, տեսնենք Մեծգոնդուրայի առաջի թիմը եւ փոքր Գոնդուրայի թիմն են մրցապայքարի մեջ մտել, տեսնենք ինչպես կավարտվի այս մրցաշարը։ Խաղերի ընթացքում ներկա էր գյուղի ողջ հասարակությունը։ Ներկա էին նաև Մեծգոնդուրայ գյուղական համայնքի բոլոր գյուղերի ներկայացուցիչները, ովքեր արժևորեցին նմանատիպ խաղերի կարևորությունը գյուղերի երիտասարդության կապը ամրապնդելու գործում։ Ողջունելի է նման միջոցառումներ կազմակերպել, շատ ցանկալի է ու շատ էլ հաճելի էր։ 5 կամանդ մասնակցեցին, մեր կամանդը հանգուցյալի համար չկարողացավ մասնակցել, երիտասարդ հանգուցյալ ունեցանք այսօր Դիլիվ գյուղում։ Շնորհակալություն ենք հայտնում մեր մունիցիպալիտետին, սպորտի բաժնին նման գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու համար։ Երիտասարդները իրար հետ ավելի սերտ կապ կստեղծվի երիտասարդների մեջ, ավելի մտերիմ կլինեն, ու ընթացքում ավելի հեշտ կլինի ամեն ինչ։ Խաղերն ընթացան ընկերական միջավայրում, եզրափակիչ փուլ դուրս եկան Մեծգոնդուրայի եւ փոքր Գոնդուրայի թիմերը։ Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց Մեծգոնդուրայի թիմը։ Հաղթող թիմի պարգևատրման արարողությունն իրականացրին Մինոցմինդայի սպորտի բաժնի ներկայացուցիչները, հանձինս բաժնի պետ Գրիգոր Թոփուզյանի եւ մասնագետ Վալերի Բրոյանի։ Սա մեր հերթական մարզական միջոցառումներն են, որը այս տարի կազմակերպել ենք թեմերի միջև։ Որոշել ենք, որ յուրաքանչյուր թեմում անցկացնենք նմանատիպ մարզական միջոցառումներ։ Սա ցանկության, այսինքն թեմերի ցանկությամբ է, որ թեմում որ մարզաձևը ավելի լավ է զարգացած, ավելի շատ է զբաղվում երիտասարդությունը, որոշել ենք նմանատիպ միջոցառումներ։ Սա Գոնդուրայի թեմում վոլեյբոլը ավելի զարգացած է, ավելի տարածված է, այդ պատրվակով որոշել ենք, որպեսզի Գոնդուրայում անցկացնենք վոլեյբոլը։ Անցած անգամ Գորելովկայի թեմում ենք անցկացրել սեղանի թենիսը, իսկ հաջորդ անգամ մյուս թեմերում ենք անցկացնելու, մի թեմում ֆուտբոլ, մի թեմում ուրիշ բասկետբոլ ենթադրենք։ Այսպիսով ավարտվեց այսօրվա հանդիպումը, մասնակցեց 5 թիմեր, շատ գերազանց խաղ ցուցադրեցին, նամանավանդ վերջի եզրափակիչ փուլ դուրս եկած փոքր Գոնդուրայի եւ Մեծ Գոնդուրայի թիմերը բավականին լուրջ, լավ պատրաստված էին այս միջոցառմանը, բայց եւ այնպես արդյունքում հաղթում են ավելի ուժեղ։ Այսօր Մեծ Գոնդուրայի թիմը ավելի ուժեղ էր եւ դարձավ այսօրվա խաղերի գավաթակիրը։ Նմանատիպ խաղերը շարունակվում են։ Ինչպես իր խոսքում նշեց Գրիգոր Թոփուզյանը, հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու քաղաքում կայանալիք մարզական համապատասխան միջոցառումներին։